Բարի երեկո, իմ շատ սիրելի կարիճներ։ Այսօր նոյեմբերի 16-ն է ընդամենը, բայց ես որոշեցի ներկայացնել ձեր համար, ձեր նշանի համար, որտեղ դուք առաջինն եք, շնորհավորում եմ ձեզ, պահպանել եք ձեր առաջին տեղը եւ բնականաբար առաջինը հենց ներկայացնում եմ ձեր նշանի համար կանխատեսումը դեկտեմբեր ամսվա եւ բնականաբար հնարավորինս ավելի շուտ եմ ներկայացնում։ Ահա, այսօր 16-ն է, իմ օրացույցով Նեպտունի օրը։ Նեպտունը անորոշությունն է եւ հավանաբար այդպես վերջին ժամանակներում ոմանց մոտ իհարկե ձեր անձնական քարտեզով ուրեմն պայմանավորված հնարավոր է որ ոմանց մոտ հիմա, ոմանց մոտ ասենք մի շաբաթ 10 օր առաջ, ինչ որ իրադարձություն է կատարվել համենայն դեպս եւ այստեղ այդ անորոշությունը կա, բայց ես կարծում եմ շատերի մոտ դա վերաբերում է ֆինանսներին, դուք ֆինանսների ուրեմն ֆինանսների նշանն է եւ բնականաբար ցույց են տալիս լիալուսին նորալուսին է իդեպ 25 թվականի դեկտեմբերին լինելու է հենց ձեր ֆինանսների առանցքում ձեզ է վերաբերում շատ կոնկրետ ձեզ համար հարազատ թեմա է եւ հիմա տեսնենք ինչ է լինելու ինչ են ձեզ սիրելի ասցենդենտի նշանով կարիճներ եւ հետո նոր արևի նշանով կարիճներ նրանք ովքեր նոր են միացել ասեմ որ լսում եք այդ երկուսը միացնում եք շատ կարեւոր է դա որտեղ դուք կարող եք ցանկացած նշան լինել եւ ձեր ասցենդենտի նշանը լինի կարիճ եւ վերաբերի դա ձեզ դուք դրա մասին չիմանաք լսեք միայն արևի նշանով իսկ դա ամբողջական ամփոփ լիարժեք կանխատեսում չի կարող լինել եւ այսպես ունենք լիալուսին, ինչպես որ ասացի, ձեր ֆինանսների առանցքն է, նորալուսինը նորից ֆինանսների առանցքն են գնում, այդտեղ է ծանրաբեռնված, այսպես ասած, եւ իհարկե ես կանդրադառնամ կամ մանրամասնեմ, որ առաջիկա հաջորդ միջև ընդհուպ մյուս տարվա սեպտեմբերի կեսերը ձեզ մոտ ֆինանսական այդպես բավականին մեծ հարցեր կլինեն, բայց դրա մասին ես հաջորդիվ ուրեմն կանդրադառնամ, ուրեմն ունենք նորալուսին, լիալուսին ձեր ֆինանսների տանը Վեներան, Մերկուրին, Մարսը փոխում են իրենց նշանները, Սև լուսինը փոխում է իր նշանը, իսկ Նեպտունը դառնում է ուղղընթաց եւ բնականաբար միգուցե ավելորդ է նշել արևը եւս փոխում է իր նշանը, որտեղ ինքը հետընթաց չի լինում եւ ինքը միանշանակ փոխում է իր նշանը։ Եվ բնականաբար տեղի է ունենում արև, այսինքն փոխել է իր նշանը, ինքը դուրս կգա աղեղնավորի նշանից կտեղավորվի այծեղ ջուրի նշանում եւ տեղի կունենա ձմեռային արևադարձը։ Տեսնում եք այսքան շատ կարեւոր իրադարձություններ։ Այսինքն գիտեք Սև լուսնի սա ամենակարևորը թերևս Սև լուսնի ուրեմն փոխում է իր նշանը Սև լուսինը դա է թերևս կարևորենք որտեղ լիալուսին նորալուսին լինում է ձմեռային արևադարձն է օքեյ նշաններն են փոխում ուրեմն մոլորակներն են փոխում իրենց նշանները Նեպտունը դառնում է ուղղընթաց սա գրեթե ամեն ամիս լինում է ինչ էլ որ չլինի Վեներան Մարսը Մերկուրին փոխում են իրենց նշանները հա Ոստի ամենամեծ կարևոր իրադարձությունը ես համարում եմ դեկտեմբեր ամսին Սև լուսնի ուրեմն նշանի փոփոխությունը ուրեմն սրանք են դեկտեմբեր ամսվա կարևոր իրադարձությունները իսկ ես հիմա կսկսեմ հենց դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ից մինչև 24-ը մենք ունենք հետևյալ իրավիճակը վերաբերում է ձեր ֆինանսներին ես ստիպված եմ ասելու նշելու մի քանի անգամ որտեղ մոլորակները հավաքվում են ձեր ֆինանսների տանը Սև լուսինը եւս մտնելու է ձեր ֆինանսների տուն եւ կարծես թե միայն դեկտեմբեր ամիսը իհարկե ինքը ունեցել է իր այսպես ասած նախապատմությունը այնպես չի որ հիմա է կատարվում բայց ֆինանսները ել ավելի են կարևորվելու հավանաբար կարևոր իրադարձություններ կլինեն ձեր կյանքում տեսնենք դա ինչ է եւ միայն դա կարող եմ ասել մասնավորապես դեկտեմբերին կարծես թե ուզում եք լրացնեք ասենք գումար եք ծախսել եւ հիմա ուզում եք այդ գումարը այդ դատարկ տեղը լցնել այսպիսի իրավիճակ է համենայն դեպս գիտեք Մարսը գտնում է ձեր ֆինանսների տանը եւ նախորդ ամիս լավ այսպես ասենք
այդտեղ ուրիշ իրադարձությունները եւս կան, ոմանք ըստ իրենց անձնական քարտեզի գումարներ են ծախսել կոնկրետ նպատակի համար, դա նախորդ ամսվա մասին եւ իհարկե մասամբ նաև նոյեմբերի մեջ, բայց հիմնականում 1 ամիս առաջ այդտեղ գումար է ծախսվել եւ ոմանք գումար են ստացել, ոմանց մոտ էլ ուրեմն եղել է ծախս ինչ որ կոնկրետ գործողությունների համար։ Այսպեսի իրավիճակ է եւ հիմա գալիս է մեկ այլ этап, որ դուք ուրեմն պիտի լրացնեք կամ նորից լրացուցիչ այդ գումարները գալիս են կամ հնարավոր է ինչ որ խոսակցություններ, հանդիպումներ նաև քննարկելու միգուցե մի մասը ծախսել եք, հիմա այն մյուս մասը պիտի լինի ինչ որ այդպես որպեսզի թյուրիմացություններ չլինի, կփորձեք դա պարզել։ Տեսեք, Մերկուրին եւս դեկտեմբերի կեսերից մինչև հունվարի 2-ը ինքը եւս մտնելու է ձեր ֆինանսների տուն, այնպես որ ձեր ամբողջ ուշադրություն դուք ինքներդ լինելով ֆինանսների նշանը բնականաբար գիտեք ֆինանսների հետ ձեր վերաբերմունքը ինչպես ծախսել, որքան ծախսել եւ այլն, ձեզանից լավ ոչ մեկ չգիտի փողի հետ վարվելը սերդի կարիճներ եւ ասցենդենտով կարիճներ եւ այստեղ բնականաբար ֆինանսների թեման է լինելու 5-ին տեղի կունենա լիալուսինը Հայաստանի ժամանակով գիշերը 3:13:53 արևև լուսինը կհակադրվեն 14 աստիճան եւ դա լինելու է ձեր ֆինանսների տանը։ Ես ձեզ հետեւյալ խորհուրդը կտամ, գիտեք, բնականաբար ես չգիտեմ ձեր անձնական քարտեզը, իսկ տրանզիտների համար կարող եմ ասել, որ բնականաբար դուք որքան գումար եք ծախսել, ինչ ա եղել եւ այլն, ձեզ համար արդեն մինչեւ դեկտեմբերի 5-ը պարզ կլինի, որովհետեւ այդպես գումարներ են գնում եւ ինչ որ գործերով պայմանավորված բոլոր դեպքերում ուրեմն նրանք ովքեր դեռ չեն ծախսել մինչեւ դեկտեմբերի 5-ը տեսնում եք դեռ ժամանակ կա որտեւ այսօր նոյեմբերի 16-ն է ընդամենը դուք փորձում եք անտեղի գումար չծախսել ցանկալի չէ եւ իհարկե ես դրան հետո եւս կանդրադառնամ, որտեվ ֆինանսներն ասեցի ձեզ համար կարևորվում են առաջիկա 2026 թվականի մինչև սեպտեմբերի կեսերը, սեպտեմբեր-հոկտեմբեր, այդ թեման ձեզ համար շատ կարևորվելու է։ Բոլոր դեպքերում այս լիալուսինը ինքը ծանր լիալուսին է լինելու, այնպես որ եւ դա վերաբերել է ոմանց մոտ ինչ որ խոր ապրումներ կարող են լինել, ոմանց մոտ ֆինանսական հարցեր կարող են լինել։ Ձեր անձնական քարտեզը դա ցույց կտա ավելի կոնկրետ բայց ես ընդհանուր կարող եմ ասել, որ ուշադիր եղեք եւ լիալուսնի ժամանակ առավել եւս նրանք ովքեր ծնվել են լիալուսնին այդպես մի կենտրոնացեք բացասական մտքերի վրա կամ ֆինանսական ինչ որ խնդիրների վրա փորձեք ձեզ զբաղեցնել ավելի հետաքրքիր ֆիզիկական ինչ որ գործունեություն եւ այլն այլ բաների մասին լավ բաների մասին փորձեք մտածել զբաղվել բարի լավ գործերով լավ անցկացնել ձեր ժամանակը եւ չֆիքսել ասենք եթե բացասական ինչ որ հարցեր կան այդ մտքերի վրա չկենտրոնանալ 15-ին էլ դեկտեմբերի մարսն է փոխելու իր նշան ինքը դուրս կգա ձեր ֆինանսների տանից, ոմանք ինչպես որ ասացի ֆինանսներ կարող են ձեռք բերել, ոմանք կարող են ինչ-որ նպատակի համար ֆինանսներ ծախսել եւ ես ասեմ, որ ոմանք գիտեք, այստեղ վիրահատության հետ կարող է լինել ֆինանսներ այդ նպատակով ծախսեն կամ պարզապես ձեր խնամքի ինչ-որ ասենք առողջության հետ կապված որոշակի ներարկումներ եւ այլն, հա, անպայման չեն կոնկրետ վիրահատությունը, այդպիսի պրոցեդուրաների միջով անցնեն շատ տարբեր եւ հիմա ոմանք կմտածեն օրինակ ինչ որ նոր մասնագիտություն ձեռք բերելու մասին, գիտեք փոփոխություններ եղել են։ Նախ ասեմ այն մասին, որ կարիճների կյանքում վերջին 9 ամիսներում եղել են ճակատագրական փոփոխություններ։ Դա կարող է ընտանիքին վերաբերել, ընտանիքի անդամներին կամ հենց իր ընտանիքի երեխային ոմանց մոտ ամուսնուն, հա, այսպիսի թեմաներ ուրեմն կարող են լինել հնարավոր է որ գնացել է կարիճներ, ասենք նոր աշխատանքի անցել կամ փոխել է իր աշխատանքը կամ ուրեմն վիրահատվել է վիրահատություն, որ երկար ժամանակ ուզում էր անել, չէր ստացվում, հիմա դա ստացվել է կամ ինչպես ասացի նոր մասնագիտություն սովորել, որպեսզի
որպեսզի ասենք իր աշխատանքում ինքը ավելի աճ ունենա կամ ընդհանրապես փոխի իր մասնագիտությունը մեկ այլ մասնագիտություն սովորի եւ որոշի որ այլևս դրանով է զբաղվելու այսպիսի փոփոխություններ շատ մեծ փոփոխություններ են եղել սիրելի ձեր կարիճներ ձեր կյանքում միանշանակ ուրեմն ասացի ընտանիքի երեխայի հետ կապված նայած ինչ տարիքում է գտնվում կամ ձեր երեխան ինչ տարիքում է գտնվում եթե ինքը մեծ է ասենք միգուցե ասենք ընդունվել է համալսարան եթե փոքր է ուրիշ հարցեր են կամ ասենք ամուսնացրել եք եւ այլն շատ տարբեր կարող են լինել, բայց այդպեսի ճակատագրական իրադարձություն է, այնպես որ ամեն տարի չի, որ երեխան ընդունվում է բարձրագույն, ամուսնանում է կամ դու գնում ես վիրահատության եւ այլն, այնպես որ այդ բոլոր ուրեմն իրադարձությունները ձեր կյանքում կատարվել են միանշանակ եւ ամսի 20-ին շատ կարևոր օր, որտեղ այդ օրը լինում է նաև նորալուսնի ժամանակ միևնույն օրը սև լուսինը փոխում է իր նշան, ինքը դուրս է գալու ձեր նշանից սիրելի կարիճներ, այդ բոլոր իրադարձությունները ինքը բերեց ձեր կյանք եւ հիմա կտեղափոխվի ձեր ֆինանսների տուն մինչեւ 26 թվականի սեպտեմբերի կեսերը եւ այստեղ դուք ուշադիր եք լինում ձեր ֆինանսների հետ հնարավոր է նրանք ովքեր գումար են այդպես հավաքել ինչ որ մի նպատակի համար անպայման դուք դա կծախսեք եւ ընդհանրապես ձեզանից այդպես հնարավոր է գումար գնա կամ ուղղակի պարտք վերցնեն խնդրեն ես ձեզ խորհուրդ կտայի որ բոլոր դեպքերում չմտնել ավելի լավ է ինչ որ նվիրել ուղղակի այդպես լավություն անել, բարեգործություն անել, քան պարտքով գումար տալ, պետք չի գումար տալ պարտքով եւ գումար վերցնել, ցանկալի չէ ուշադիր եղեք։ Դա ուղղակի դուք ֆիքսեք ձեզ մոտ, որովհետեւ ես ամեն անգամ էլ չեմ ասելու, ինքը դեկտեմբերին է մտնելու եւ ուրեմն ձեզ մոտ գրեք, ֆիքսեք, որ առաջիկա 9 ամսով, որ հետո չմոռանաք, որովհետեւ դա այնպես է կատարվում, որ դու հնարավոր է գումարը տաս, հետո նոր հասկանաս, որ ուղղակի քեզ խաբեցին այդ գումարը տվեցիր կամ դու չպիտի տայր, հա, դրա համար եմ ասում ֆիքսեք, կպցրեք պատին, ձեզ մոտ գրեք, որպեսզի չմոռանաք երբեք նայեք, միշտ հիշեք որտեվ սև լուսինը ինքը շատ մեծ հաջողությամբ ձեզ մոլորեցնում, խաբում է ու դուք չեք էլ իմանում, թե դա ինչպես կատարվեց։ Դա էլ այդպես Սև լուսինը այդ իսկ պատճառով ես ասում եմ, որ ֆինանսները իրենք հիմա կարծես թե նախապատրաստում են ֆինանսական թեման ձեզ մոտ բավականին ակտիվ է եւ տեսնում եք նորալուսինը լինում է հենց ձեր ֆինանսների տանը 29 աստիճանում իդեպ ամսի 20-ին ժամը Հայաստանի ժամանակով 5:43 րոպե 9 վայրկյան 29 աստիճանում արևի լուսինը կմիավորվեն աղեղնավորի նշանում եւ հենց այդտեղ էլ ֆինանսների տանն էլ ձեր տեղի կունենա նորալուսինը եւ նույն օրը ինչպես որ ասացի սև լուսինը կմտնի աղեղնավորի նշան տեսնում եք այստեղ նոր սկիզբ է դրվում այսքան նոր ֆինանսական կարելի ասել սկիզբ բայց ինչ խոսք ինչ այդտեղ տեղավորվելը եւս որոշակի շատերի մոտ ինչ որ հարություն աշճանով կարող է իրավիճակ փոխվել եւ ուշադիր եղեք Ես իհարկե ձեզ կասեմ, կան որոշակի ոչ լավ օրեր դեկտեմբերին, բոլոր դեպքերում ընդհանրապես միջև ես կասեի ամբողջ դեկտեմբերը կլինեն այդպես շատ անսպասելի փոփոխություններ, ուշադիր եղեք, ոմանք էլ հնարավոր է, որ արտերկիր իրենց գործերով պայմանավորված մեկնեն կամ պարզապես հանգստանալու տուրիստական այդպես, հա, ուրեմն ուղևորություններ լինեն եւ իրենց գումարը հավաքած նաեւ այդտեղ կարողանան ներդնել։ Այսպիսի իրավիճակներ եւս կարող են լինել եւ չմոռանանք ես մի պահ հետ գնամ, ուրեմն դեկտեմբերի 10-ին այստեղ Նեպտունը կդառնա ուղղընթաց ձկան նշանում է Նեպտունը գիտեք Նեպտունը Սատուրնը իրենք գտնում են ձկան նշանում եւ իրենք ուղղընթաց արդեն տեղաշարժվելու են խոյի նշան
այդտեղ վերջնականապես ուրեմն արդեն 2026 թվականին վերջնականապես կհաստատվեն։ Ես արդեն դրան անդրադարձել եմ, շատ հեռավոր մոլորակներ Նեպտունը, Սատուրնը, Ուրանը իրենք արդեն վերջնականապես են հաստատվելու, իսկ Պլուտոնը որպես հեռավոր մոլորակ ինքը արդեն հաստատվել է ջրհոսի նշանում, այնպես որ սիրելի կարիճներ, այստեղ երեխայի թեման է, որ կարծես թե ինքը չի ավարտվել։ Ես ասացի, ձեր երեխան կարող է կամ բարձրագույն ընդունվել, կամ ամուսնության թեմա կարող է լինել, կամ եթե ասենք տարիքով փոքր է, այլ ուրեմն թեմաներ ըստ ձեր քարտեզի ի հայտ գան, այնպես որ այստեղ որոշակի հարցեր կան, միգուցե ֆինանսական հարցեր են, որ պիտի ավարտվեն, ձեր մոտ է ֆինանսականը շատ ընդգծված է, ուրեմն դա կավարտեք եւ արդեն շատ կոնկրետ պիտի ուշադրություն դարձնեք ձեր առողջական վիճակին, անպայման։ Եվ իհարկե աշխատանքին, բայց դա 2026 թվականն է, ես չեմ շտապում, մենք դեռևս կանդրադառնանք 2026 թվական դեռևս առջևում է։ Ահա, տեսնում եք, այստեղ ճանապարհորդելու թեման, ընդհանրապես ծախսերը կան, որովհետև երևի թե ավելորդ է ասել, ամանորն է առջևում, դեկտեմբերը շատերն են ասենք իրենց գեստապահարանը փոխում բնականաբար, կամ մեկնում են արտերկիր, այնտեղ դիմավորելու ամանորը, կամ հենց ծախսերը տան, այդ ամենը բնականաբար ֆինանսների հետ է կապված եւ դրա մասին երևի թե ավելորդ է ասել, բոլորն են ինչ որ առումով ծախսվելու եւ ուրեմն 21-12, ահա 21-12 2025 արևը կմտնի այծեղ ջուրի նշան եւ հենց այդ օրը տեղի կունենա ձմեռային արևադարձը, ահա իսկ ավելի մանրամասն ինչ է ձմեռային արևադարձը, ինքն էլ կարող եք բացել համակարգիչը եւ կարդալ, որպեսզի ես ժամանակ չկորցնեմ այն ամենի վրա, ինչը որ պարզապես ինտերնետում կա եւ դու կարող եք կարդալ։ Այդպես ժամը չլցնենք, լավ, եւ ձեր ուրեմն արևը կմտնի ձեր երրորդ տուն, այծեղ ջուրը ձեր երրորդ տունն է եւ այստեղ ձեր հարազատներն են, քույրերը, եղբայրները, բարեկամները, ընկերները, մոտ եւ հեռու, այդպես հնարավոր է, որ տեսնում եք ձեր համել ասեմ վերջին ժամանակներում արտերկրի թեման ձեզ մոտ ակտիվ է, ճիշտ է, ինքը ավելի հանգիստ վիճակում է գտնվում, հետո ավելի կակտիվանա, բայց արտերկրի թեման ակտիվ է, այնպես որ ես համոզված եմ շատ ասցենդենտով կարիճներ եւ կարիճներ գնացել են արտերկիր, եթե ոչ դեռևս 2026 թվականին ժամանակ ունեք գնալու եք, թե գործերով պայմանավորված, թե պարզապես հանգստանալու կամ այդպես հաճելի ժամանակ անցկացնելու, ահա մինչև 2026 թվականի ես ուզում եմ նշել մինչև հուլիս, ահա մինչև 30 հուլիս համարենք, հուլիսից հենց հուլիսի 1-ը միջև ինքը դեռևս լինելու է, ուրեմն ակտիվացնելու է ձեր արտերկրի թեման, այնպես որ այդ ժամանակ նաև դա 2026 թվականն է, Մերկուրին եւս հետ ընթաց է լինելու, այնպես որ ինչ որ փաստաթղթեր, հարցեր կլինեն արտերկրի հետ կապված, կամ ինչպես որ ասացի, տուրիստական եւ գործնական նաև ինչ որ հարցեր կլինեն, դուք հնարավոր է մեկնեք արտերկիր եւ այդտեղ ձեր գումարները եւս ուրեմն այդ նպատակով ծախսվեն։ Ահա այսքանը եւ ես ուզում եմ նշել սիրելի կարիճներ, ուրեմն որոշակի օրեր կան, ընդհանրապես պետք է ուշադիր լինեք, ես ձեզ արդեն ասացի, ձեր ֆինանսների հետ կապված պիտի ուշադիր լինեք, կոնկրետ աշխատանքի եւ ֆինանսների հետ կապված եւ ուզում եմ նշել օրերը դեկտեմբերի 1-ին պլյուս մինուս 1-2 օր, 8-ին նորից պլյուս մինուս 1-2 օր եւ 18-ին պլյուս մինուս 1-2 օր, այստեղ ուրեմն հարցեր կլինեն բնականաբար ֆինանսական աշխատանքի հետ կապված, որ դուք ցանկալի չի հենց իմ նշածս օրերին մասնավորապես գումար պարտք տալ կամ վերցնել կամ ինչ որ այդպես անհարկի ծախսել եւ այլն կարող եք նվիրել,
այդպես լավություն անել, բարեգործություն անել, ինչքան որ կարող եք, բայց պարտք չենք վերցնում եւ չենք տալիս ցանկալի չի։ Ես արդեն սրա մասին ասել եմ, պարզապես սրանք այն դժվարին օրերն են, որ դուք կարող եք ունենալ եւ ուշադիր եղեք պարզապես եւ ինչպես ասում են, զգուշ եղեք։ Երևի թե այսքանով ես ավարտեմ, որովհետև ինչպես որ տեսանք, հիմնականում ուրեմն ձեզ մոտ ֆինանսական հարցերն էին եւ գիտեք պարտնյորի հետ վերջին կարծես ինչ որ հարցեր է պարզվում դա որ կարող է 180 աշճանով փոխել, ինչ որ երկրորդ անձնավորության հետ հնարավոր է որ շատերի մոտ, որտեղ դա ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, այդպես տրանզիտներով չես կարող վստահ ասել, համենայն դեպս ուրեմն վերջին շտրիխները կլինեն եւ ուզում եմ նշել նաեւ որ առաջիկա մի ամսում դեկտեմբերի կեսերից մինչեւ կարելի ասել հունվարի վերջը այդ ժամանակահատվածում եթե ինչ որ առողջական խնդիրներ լինեն ձեզ մոտ, ուրեմն ուշադիր եղեք, ուշադրություն դարձրեք, որովհետև ինքը կարող է ուրեմն 26 թվականին ուրեմն դրա մասին արդեն բարձրաձայնել այսպիսի իրավիճակ նորից իհարկե ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, բայց եթե ասենք այդտեղ որոշակի մոլորակներ ունեցաք, ուրեմն այստեղ կարող է լինել դժվարություններ, ուշադրություն դարձրեք, կարող է ընդհանրապես չլինել եւ ամեն ինչ լինել հիասքանչ, այնպես որ ուշադրություն դարձրեք, եթե այդպիսի խնդիր է լինում, ուրեմն իմացեք, որ 26 թվականին պետք է այդ հարցը կարգավորել, որտեղ 26 թվականին ինքը զգացնել կտա եւ իհարկե հարաբերությունները ձեր հարազատների ընկերների միջև փորձում ենք չգնալ կոնֆլիկտի, այլ ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ, որտեղ կարող են ֆինանսական հարցեր լինել եւ դա էլ հանգեցնի կոնֆլիկտի, այսինքն ցանկացած իրադարձություն բխելու է ֆինանսներից, ֆինանսական վիճակից, այնպես որ սա նկատի ունեցեք իմ սիրելի կարիճներ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս եւ տեսնենք իսկ կարծում եմ դուք առաջինը կլինեք ես նորից կմանրամասնեմ ձեզ համար այսքանը լավ եղեք առայժմ